Կպարավենք ցեզի ծերենեն Գարինը եւ Փիթերը հոսամլավեք դերոճմով եւ այսօր պիտի ամբողջացնենք Քրիստոսի բատկամը ուղված հայտնության 7 եկեղեցիներուն ներկայացնելով եւ սերդելով Լավոտիկիայի եկեղեցին։ Փիթեր նախքան գարտալս Լավոտիկիայի եկեղեցին բատկամը ասելիքը ունիս։ Պարզապես կուզեմ ասել, որ միշտ հիշենք, ինչպես որ ամեն պատկաններում, որ այս խոսքերը, որ դերը կխոսի եկեղեցիներում կարին, նպատակը մեկն է, որ իր թադաստանը կսկսի իր եկեղեցիան։ Որքան մենք սրբակոծվենք, ամենքս անհատներ իբրև, եկեղեցին շենքը չէ, կամ հարանվանությունը չէ, կամ մեր եկեղեցին անունով, կամ հովիվին անունով ջանցված անունը չէ, այլ թուն եւ ես ենք։ Ուրեմն այս պատկամները ամեն մեկուս անհադաբես դեր գխոսի, ինչ որ մեկ եկեղեցին գսե, բոլորին գսե, եւ նպատակը անի, որ մեզի սրբակոծե մաքրե, որ մենք եւ որ մաքրվենք եւ Թադաստանը մեզ մեկ մեր սիրտերը քննենք, նայենք եւ սրբության թեպի առաջանանք Հիսուս Քրիստոսի գադարյալ հասակին, ինքը գսկսի մեր շրջապատի մարդկանց հաստիարակել։ Ուրեմն մենք պետք է ամենաառաջ մաքրվենք եւ կտեսնանք մեր շուրջն որ դերը պիտի սկսի սրբակոծել։ Շատ բաներ պիտի տեսնանք, որ պիտի փոխվի, որքան մենք այս ընթացքի մեջ հառաջանանք։ Ամեն, ամեն։ Շատ լավ, ուրեմն ես կսկսեմ ընթերցել բատկամ Լավոտիկեին, որ գրված է, եթե պիտի գաբես սլայդը, միևնույն Այո, ադեն։ Շատ լավ։ Քնացինք կսեն հայաստանցիները։ միացին Ուրեմն, գարին։ այո, եւ Լավոտիկեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե, այսպես կսե ամենը, հավատարիմ ու ճշմարիտ վգան, Աստուծո արարածներուն սկիզբը, գիտեմ քու գործերդ, որ ոչ բաղ ես ու ոչ դակ, երանի թե բաղը լայր, կամ դակ, ուստի թուն որ քաղցես ու ոչ դակ, ոչ ալ բաղ, քեզ փերնես դուրս փսխելու վրա եմ։ Քանզի գսես, ես հարուստ եմ ու մեծա եւ բանիմը գարոտ չեմ, բայց չես գիտեր թե թուն խեղճ ու դժվարական ես եւ աղքատ ու գույր ու մերկ։ Ես քեզի խորուրդ կտամ, ինձ մեկ գրագի մեջ փորձված ոսկի ծախու առ, որբեսի հարստանաս ու ջերմակ հանտերցներ, որբեսի հագնիս, որբեսի քու ամոթալի մերգությունը չերևնա եւ աչքերուդ թեղթիր, որբեսի տեսնես։ Ես իմ ամեն սիրածս կհանդիմանեմ ու կխրատեմ, ուստի նախանցախնդիր եղիր ու ապաշխարե։ Ահա ես թուրը գայներեմ ու գզարնեմ։ Եթե մեկը իմ ցայնս լսե ու թուրը փանա, անոր քո պիտի մտնեմ եւ անոր հետ ընթրիք պիտի ընեմ։ Անալ ինձի հետ, ան որ գահախտե, ինձի հետ իմ աթորս պիտի նստի, ինչպես ես ալ հաղթեցի ու իմ հորս հետ անոր աթորը նստա, ան որ ագանջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Ուրեմն ասիկա մենք հասանք վերջին եկեղեցին, բատկամը եւ ուղված է Լավոտիկեին եւ ինչպես որ գարտացինք Պիտեր, ոչ մեկ կովասանքի, ոչ մեկ ասենք քաչալերական խոսքը չի խոսի դեր Հիսուս Քրիստոսը, միևնույն ադեմ փարգուճան պատ չի խոսիր, բայց ինչպես որ գսե որ ես մեգումը գսիրեմ եւ գխրադեմ եւ գուզեմ ասել։ Ուրեմն գնաս մեզի փաստադրություն տալ քեզի գուդամ արիթը որ ինչպես որ գսե, այսպես գսե ամենը հավատարիմ ու ճշմարիտ վգան ազո արարածներուն սկիզբ։ Այո։ Ուրեմն շնորհակալ եմ գարին։ Այս եկեղեցին վերջին եկեղեցին լալով միշտ հիշենք, որ 7 եկեղեցիները 7 թիվը ամբողջության թիվն էր։ Ուրեմն այսինչ որ այս 7 եկեղեցիներուն դերը գսե, իր բոլոր դիեզերական եկեղեցին գսե, ամեն թարերուն, ինչ որ Լավոդիկիայի գսե, գուզեր որ Եփեսոսն ագարտա, Սմիրնան ագարտա, նույն բատկամը լսեն, ինչ որ այս եկեղեցին գուտա նաև մեզի այսօր կուզեմ հիշեցնել, ամեն մեկուս անհադաբես խոսք ունի դերը։ Ուրեմն ամենաառաջ ասեմ, որ այս եկեղեցին անունը Լավոդիկիայի արդարություն բարը ասել է, այս մեր ժողովրդին արդարություն կամ ժողովրդին իշխանություն, լաոս բարը ժողովուրդ ասել է, եւ տիկյա
բանոսել է արդարություն եւ կամ իշխանություն։ Ուրեմն այս եկեղեցին այդ մեր միտքը բահենք, որ ինչ ձևով ասիկա պիտի կապվի վերջը։ Շատ լավ։ Ուրեմն սկսենք այս եկեղեցին պատկամը որ գուտա եւ այս պատկամի մեջ այս եկեղեցին քաղց եկեղեցի մներ։ Իրենց համար ինքնափավ գսկային, որ ամեն բան լավ է եւ իրենք շատ հարուստ եկեղեցի մնային, բայց իրենք գուրցած էին այդ հարստության մեջ։ Այս էր վիճակը այս ժողովրդին, գուրցած էին գույր վիճակի մեջ, իրենք կսկան լավ, ամեն բան ունենք, ամեն բան լավ երթավոր մենք օրտնված ենք, երբեմն այդպես կսենք, չէ՞։ Ասած ինձ գործն է որ ինչ ուզեմ գուտագոր, բայց երբեմն մենք չենք հասկանալ, որ այդ օրտնությունը գրնալալ որ ասված մեզի գուտագոր ինչ որ գուզենք, այո հարուստ ենք, այս կնմանի այդ հրյաներուն եւ որ Եգիպտոսի մեջ սկսան փողոքել, քանքադել, մենք միսկ ուզենք սկսան ասել, ասված նվավ իրենց այդ միսը։ Մինչև քիթեն փերնեն եղավ գսե ասվածաշունչը, անդերեն եղած այդ ասացվածը, քիթես փերնեն փերանես փերավ գսեն, գիտես երբեմն։ Այո։ Ասված գծկե որ ունենան ինչ որ գուզենք, բայց այն չէր ինչ որ ինքը գուզեր։ Եվ մենք կգործենք որ գործնվենք որ հարուստ ենք, ամեն բան ունենք, բայց գույր ենք։ Այս է վիճակը այս եկեղեցին։ Ուրեմն, ուզեմ քեզի արիք տալ, որ հարց այսպես եթե միտքդ Այո, եւ շիրակ ես գիտես ինչ է սորոսիր մեր անհատական կյանքի մեջ է որ դժվարություն չունենք, նեղություն չունենք, օգսենք հավատքով շատ լավ եմ հարաբերությունս Հիսուսին հետ շատ լավ է դեն ուրեմն ինչ է գիտես եւ ասիկա շատ կարեւոր է Պիտեր իսկ իմաստական կյանքես կրնամ բաժնեցիլ եւ որ իսկապես թե կերոդամ ու կավոր շատ լավ են հակիստ են շատ լավ բայց չէ հոգեվոր արցագուրտ արդեմ Այսինքն, ոչ թե որ թատրիմ ավետարան գարտալ է ծառայութենը, անիսը չեմ ուզել, բայց այդ գրագով բաշտել է դերոջը, հավատքով բաշտել դերոջը։ Ես, այսին անպայման ցավը, նեղությունը, հիվանդությունը, բայց չէ որ լավ որ ես գրագով, աղաչանքով, արցունքով մոդենամ աստծո, պետք է ամեն ադեն պաշտամունքով եւ երկրբակությունով մոդենամ։ So, ադիգա ասածատան ադիգա էր որ իմին միտքս եկավ եւ ոսկս է գիտեմ կու կորզերդ ոչ բաղես ու ոչ տակես եւ ասիկա շատ անգամ գլսենք բայց ինչ ասել գուզեդեր Հիսուս Քրիստոսը Okay նախ չմտած լրի պատկամին ուզեմ կարճ վերակալ մնել շուտով Okay որ տեսնանք որ այս պատկամը Հիսուս ստացավ աստուծո մեջ այստեղ կտեսնանք չեմ գիտեր սլակը երևի որ այո շատ շիրակ շատ լավ ուրեմն ասված այս պատկամները Հիսուսին դվավ, Հիսուս իր հրեշտակին դվավ, հրեշտակը Հովհաննեսին դվավ եւ գարթացողը որ Պատմոս կզիեն ստացավ այս մագաղաթը, լրիվ ինչ որ նկարի մեջ նագտեսնանք, արավ եւ եկեղեցի քնած, սկսելով Եփեսոսեն որ առաջին եկեղեցին էր եւ 7 եկեղեցիներուն ընթերցեց։ Ուրեմն այստեղ մենք կտեսնանք որ Պատմոս կզի վրա գահիտնի Հիսուս Հովհաննեսին այսինքն գարջ վերակալ մգնենք Հիսուս պայծառ գիտես իր մազերը փուրթի նման երեսը արևի նման 7 աստղեր ցերքին մեջ որ բացադրեցինք այս բոլորը գրնակ դուք նախքին վիդեոներուն նայել եւ այնտեղ տեսնալ իմաստներ այս բոլորին եւ 7 աշտանակներուն մեջտեղ ինքը կանգնած է իբրև բարձր քահանայապետը եւ ինքը պիտի փոխանցի Հովհաննեսին որ իր ոտքերուն արչել ինքա տեսավներ եւ վախեն բայց Հիսուս իրեն սա մի վախնարը սա Թուն ելիրը սա, այս պերնեն սուրը որ գելեր, իրեն խոսքը բիգը խոսեր, և սկսավ իր ցերկը, այդ ցերկը թնել Հովհաննեսի վրա, մի վախնար ասավ, ես եմ ալֆան և օմեգան, ես եմ սկիզբը և վերջը, ես եմ առաջինը և վերջինը, ես եմ ամոր մերավ և գենթանի եմ, դեր Հիսուս հիմա գենթանի է, և այս 7 եկեղեցիներուն ինչ որ գխոսի, որ մեզի գխոսի, որ Հովհաննեսի միջոցով մեզի կհասնի, որ Հիսուսի խոսքը, գենթանի խոսքը, որ հոգի եւ կյանք է մենք պիտի քաչալերնենք որ մեզի այսօր կյանք պիտի դալեն մեզի թեգուց կթաստի արագե նպատակը մեզի թեբի կյանք բերել է եւ որ Հովհաննես այդ տեսավ ինքը Պատմոս կղզիեն այդ բոլորը քրեց մագաղաթի մեջ եւ այդ ինքոս Պատմոսը ճիշտ այստեղ է սկսանք Եփեսոսեն քացինք Սմիրնա Բերգամոն Թիադիրա Սարտիկե
Ֆիլադելֆիա եւ հասանք Լաոդիկիա։ Հիմա մենք այստեղ հասած ենք, որ այս Թուրքիայի արևմտյան կողմն է։ Մի հատ կարճ այսպես նկարը ցցնեմ այստեղ, որ մենք Կանադա այստեղ ենք, ուրիշներ որ գտիդեն որ աշխարհի դարբեր դերերեն գտիդեն որ չենք գիտեր հայերը հիմա տարածված են միջև գրնալալ այստեղ Հնդկաստան, Չինաստան, հիմա Գերմանիում գտիդե որ հարավային Աֆրիկայեն ինքը նոր անցյալ շաբաթ գնաց այստեղ Լեսոթո այսպես դիք այս գեդը որ գտեսնակ այնտեղ են ինքը գտիդե որ նույնիսկ So հայերը ամեն բան Բրազիլ, Արգենտինա ամեն մերեն գտիդեն որ բայց մենք այստեղ գետրոնացած ենք Թուրքիայի այս արևմտյան կողմը եւ քիչ ավելի գետրոնանանք այս Հունաստանը հոսեն Հայաստանը այս կողմն է աջ կողմը մենք հոս Լավոտիկիա այս տարածքը Թուրքիայի այս տեղի պատկան պիտի դադերը եւ շատ հին քաղաք էր ասի հա եւ ինչպես ասենք անունը ասել է որ ժողովրդի վրա իշխող կամ ժողովրդի վրա փանն են իշխել ավելի ճիշտ այդ անունը քաղաքի ուրեմն այստեղ նույնիսկ ժամանակակից քարտեզը շուտ մցույց տամ որ այստեղերը ես շատ կփափակի մավակային եթե դերը կամենա մենք այսպես կազմակերպենք խումբ մավակային եւ այս տարածքները Պատմոս ասված գղզիանը սկսելով մեկ ես եղած եմ Պատմոս եւ այստեղ Եփեսոս եւ այսպես շրջանագով դանիկ եւ նորեն այս բոլորը մեր աչքերով տեսնալով իմ հույսս փափակս է որ կարողանանք խումբով երթալ տեսնել հիմա դերը այս եկեղեցին գխոսի որ այստեղ հոսենք okay Լավոդիկիայի եկեղեցին ուրեմն հիմա առաջին բանը որ դերը իր նորեն իր մասին գխոսի որ իր մեջբերում մգնե որ առաջին քուլուխեն եւ ինքը գսե որ ես եմ ամենը եւ առաջին վգան եւ ստեղծագործության սկիզբն եմ գսե որ այստեղ մենք ուզեմ տեսնել որ Գողոսացիս քիրքին մեջ այստեղ այս մի քանի համարները եթե գփափակից կարդալ ուզեմ մեջբերում մնել որ ինչպես ստեղծագործության սկիզբը Հիսուս ինքն է որով ինքը մեկ սկիզբեն գար երբեմն մենք այս նյութի մասին մեզի Եհովայի վկաները գուքան եւ գսեն որ օ Հիսուս ստեղծված է առաջինն է ստեղծագործության սկիզբն է առաջինն է հրեշտակն է չէ սիրելիներ Հիսուս Աստված է մաննացավ մարդացավ մեր մեջ բնագեցավ եւ ինքն է ստեղծագործության սկիզբ այդարումով որ ինքն է ստեղծողը ինքն է որ ամեն բանը ստեղծեց ինքը գար հայր Աստված որդի Աստված Սուրբ Հոգի Աստված այս երեքը գային միան չէր մարդացած մեր մեջ չէր մաննավորված դեր մինչև իր ծնունդը անշուշտ խնդրեմ այս մի քանի համարները որ կարդաս Գողոսացիս քիքեն առաջին գլխուն 15-ն 18 համարները որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անտրանիգը վասնզի անով ամեն բան ստեղծվեցավ ինչ որ երկինքն է ու ինչ որ երկրի վրա կա անոնք որ գերևնան եւ անոնք որ չեն երևնար թե աթոռները թե դերությունները թե բեդությունները թե իշխանությունները բոլոր բաները անով ու անոր համար ստեղծվեցան անիգա ամեն բանի առաջ էր եւ ամեն բան անով հաստատ կգենա եւ անիգա է մարմին այսինքն եկեղեցին գլուխը որ սկիզբն է մերելներեն անտրանիգը որբեսի ինք ըլլա ամեն բանի մեջ նախաբադի այո ուրեմն այստեղ մենք կտեսնանք որ մեզի գիշեցնե այս համարները Գողոսացիս քիրքը Պողոս Արաքյալ որ ինքը անտրանիգն է սկիզբը այդ միտքով որ անտրանիգն է առաջնեկն է որ ժառանգությունը իրեն դրված է ամեն բան այդ միտքով իրեն այս բոլորը մեզի ցույց կտա որ ուրիշ ստեղծիչ չկա այս է ինքն է իրեն համար եղավ ամեն բան իրմով եղավ իրեն եւ իրեն համար ուրեմն այստեղ երեք բան կնշե ամենն է որ ինչս է ամենը ճշմարիտ գսեմ ցեզի գսեչ բանը Հիսուսը որ գսե այդ ամեն գսեմ ցեզի գսե շատ մսուքիքներով մեջ այս ճշմարիտն է ճշմարիտ վկան ուրիշ վկա չկա ինքն է եթե Հովանու առաջին գլխի 3-րդ համարի մեջ եթե գիշենք տեսե որ այնտեղ ամեն բան իր մովը ստեղծվեցավ
եւ առանց իրեն ոչ մեկ բան չստեղծվեցավ։ Ուրեմն առաջնեկը այս միտքով ճշմարիտը ամենը եւ ստեղծագործության սկիզբը։ Այսինքն մեզի ինչ ուզե շեշտել այստեղ, որ ինքն է այն, որ իր փնության մեջ ուրիշի բեչունի մենք լսելու բացի իրեն ճշմարիտն է։ Այսօր որքան fake news կա, չէ՞, սուդեր կան, ամեն տեղ չենք գիտեր որումը դիգնեք, նույնիսկ պատգամաբերներ շատ նման խոսքեր կխոսին, սուտ մարգարեներ, եւ մեկ չենք կրնար զանազանել, որը շատ նման է, սատանան շատ խելացի է։ Նույնիսկ Հիսուսին երբ որ եկավ, փորձության այդ անաբադի մեջ է, որ Հիսուս Սուրբ Հոգին դարվեցավ փորձվելու, սատանան իրեն մեջ բերումները հավ Աստծո խոսքին, բայց շատ քիչ շեղած էր։ Եվ ամեն անգամ Հիսուս ինչը ստիպվեցավ ասել, ինչ ձևով պայքարեց սատանային, սա քրված է թե, եւ ճշմարտությունը խոսեցավ ընդդեմ սատանային սուդերում։ Անորոմար իբրև ճշմարիտը իրեն գրնակ վստահի, որ այս խոսքերը ուղիղ եթեր իր մեկ օկավ։ Ես չեմ խոսող, թուն չես։ Դերը ուղիղ գխոսի, որ եկեցին ոչ մեկ, նույնիսկ Պողոս Արաքյալ, Պետրոս Արաքյալ, եւ որ նամակներ գրեցին եկեցիներուն, ալիգա իրենց Սուրբ Հոգին ներշնչված էր նորեն, բայց իրենք Հիսուս ուղագի չէր խոսել, որ այդ եկեղեցիներուն, Կորինթացիներուն կամ Եփեսացիներուն, այստեղ Հիսուս ուղիղ իր փերնեն գելել էր այսպես։ Գրնանք վստահի, որ այդ ճշմարտությունը իր մեկը լսենք որ։ Եվ ինչպես ասիր, այս եկեղեցին ոչ մեկ թիդավորություն չուներ, ոչ մեկ գներես, ոչ մեկ լավ բան չուներ ասել։ Խովասանկամ։ Այո, ոչ մեկ խովասանք չուներ։ Շատ ամենա այսպես վերջին եկեղեցին կխոսի որ հիմա եւ շատ ուժեղ խոսքեր բի խոսի։ Ուզեմ քեզի հարցնել որ այսպես գիտես եկեղեցիներ կան այսօր ժամանակակից եկեղեցիներ ագրնանալար որ այսպես ոչ մեկ լավ բան չկա իրենց մեջ, բայց մարդիկ երթան այնտեղը, որով համոզված են կամ խապված են, որ այսպեսի լավ եկեղեցի է, որով լավ շատ ժողովուրդ կերտա այնտեղ։ Գիտես։ Ուզես մեգա չերչերը։ Այո, մեգա չերչերը հիմա շատ մեգա չերչերը եւ չեմ ուզեր ամենուն նույն խումբի մեջ դնել եւ ստերեոտայպել, որով կան միշտ ամեն տեղ լավերն ական, չէ, ամեն բանի մեջ։ Բայց շատ մեգա չերչերը գսկսին ավելի շոուի դարձնել շատ բաներ։ Ավելի մարդ քաշելու համար չլա որ սխալ բաներ ասենք, որով գրնալա որ մարդիկ հանդիմանվին կամ չսիրեն, չվիրավորեն իրենց, ուրեմն այս խոսքերը չխոսենք, որ շատ մարդ կա։ Եվ երբեմն այսպես կլա։ Մեգա չերչերը շատ այսպես Լավոդիկիայի եկեղեցի նման գրնան շատերուն քրավելու համար իրենց ագանչները ինչ որ գուզեն լսել ադիգա ասել եկեղեցին մեծ գերավա եւ երբեմն մեզի ինչ կսեչ այո բայց գիտես քանի հազար հոգի գերտանդել Երևան լավ բան մգնե որ գործերի որ ով է սա որ թիվը է կարևորը այդ անհատն է որ անգեղձորեն դերոջը գամքը կգադարի որ խոսքը կլսե որ եւ կհնազանդի որ ուզե մեկ հոգի ուզե երկու հոգի ուզե 10,000 հոգի եթե իրոք դերոջը ենթարկված կամքին թե հովիվը եւ թե ժողովուրդը գերելի որ ասում շատ անգամ փարքավաճման այս եկեղեցի փարքավաճման եկեղեցիներու նման անոնք որ միայն կքարոզեն որ առողջ պիտի լաս միշտ հարուստ պիտի լաս բնավ հիվանդ չպիտի լաս եւ ամեն բան միշտ լավ պիտի լա եւ այսինքն կնմանի շատ մեր արևմտյան եկեղեցիներուն այսօր արևմտյան եկեղեցիները այսպես փարքավաճման պատկամներ դալով ամեն նահաճող երևի բայց քանի այլ այս եկեղեցիները այսօր մենք կդարաբին կոր գահալածվին կոր մարտիրոսվին կոր նույնիսկ շատ արևելյան եկեղեցիները ավելի այսօր աշխույժ Չինաստանի մեջ, Հնդկաստանի մեջ, Պակիստանի մեջ, այսօր Պարսկաստանի մեջ ինչ մեծ հալածանքներ կգրեն եւ արտնություն կա, բայց ինչ փոքր քաղաքնի դուներու մեջը փոքր եկեղեցիներ են, ասեմ մեծ թիվեր չունին։ Այո։
Շատ չիտակ է, եւ այդ փոքր խումբերու մեջ ավելի գրագը զորավոր գլա, կամ ասենք հալածանքի մեջ ավելի հավատքը գլա, ավելի զորությունը գլա, եւ որ ամեն բան ունիս հանգիստ ես, այդ դեն չի կա, պապակը չի կա դերոջը երեսը տնտրելու։ Ուրիշ համարներ կա, որ պիտի բաժնեկցիս, թե ոչ շարունակեմ։ Շարունակենք։ Okay, ուրեմն հասած ենք, ինչպես որսի 15-րդ համար է, որ Տեր Հիսուս կսե ոչ պաղես, ոչ չքաղճես։ Հիմա մենք գիտենք բաղը կամ քաղճ, ոչ բաղը, ոչ բաղես կամ դակես կամ Իրանի քաղճլայր։ Ուրեմն, բայց ինչս է գուզե Տեր Հիսուս։ Okay, այստեղ մի քանի բաներին կգրկնենք, գսե գտեսնամ որ գսե դուք աղքատ եք, գույր եք, մերգ եք, խրջանի վիճակի մեջ եք գսե։ Բայց դուք գսեք, որ հարուստ եք գսե։ Ֆիզիկաբեր, բան նյութաբեր հարուստ են, իսկաբեր հարուստ են։ Այո, Բայց մենք ասիկա բիզնես է, որ բանը bottom line-ը գսեն պիտի նային, որ ինչքան շահ կնեն, որքան բանկան տրամ ունին, կամ ինչքան եկեղեցին քանի միլիոն դոլար գարժե եւ այլն, կամ որքան քեղեցիկ ճաշկերույթներ, կամ բանի շոուի բես sound system-ներ ունին, շոքի է, չեմ գիտեր ինչեր գելե, այսինքն եկեղեցիներ այսօր շոուի դարձած են շատ բաներ, եւ հարուստ են, գնան այս բաները անել, ինչ մեծ, չեմ ուզեր անուններ դալ եկեղեցիներու, ամենալավագույն թմբուկները, լարերը, ինչ գիտնամ, նվագախումբերը, ամենալավ երգիչներ, բաներ կգալ, ասեն հարուստ եկեղեցի են, պրոգրամներ ունին, բայց Հիսուս կսե ես ցել գնայım, որ դուք կսե քաղճ եք, քաղճ։ այո, բայց ներողություն, թե եկեղեցի մեջ օրինակ թմփուկով կամ ասենք էլեկտրիկ գիտարով նվագել ադոր մեջ ադիգա անի չէ որ գագնարկես։ Չէ, հատ չէ որ Այո, գակնարկեմ, որ գան եկեղեցիները, որ ունին ամեն այո, գողություն, որով նվակա կորցիկները, որ գնվակվին, ես ասվածաշունչը ոչ մեկտեղ չսեր, որ անոնք մեղք են, նույնիսկ ասել լարերով, Սամոս 150-ի մեջն է, այո, այո, 150 Սամոսի մեջ է, գուզե որ մենք ինչ որ ասվածը ստեղծել է, գտնա փարին կոծածվի, գտնա չարին կոծածվի։ Անոր համար անոնք ճիշտ, մեջ չկաշկանտրիկ։ Հարցը այն է, որ կա եկեղեցիներ, որ չունին այսպես բաներ, միան ցայնալարերով գերք են, ուրիշ բանա չունին։ Փանդին մեջն են հավաքվել են 10 հոգի, գիտես, այո, անոնք ինչ ունին։ Բան մնա չունին, բայց գրնալար ինչ հավադարին են այդ փոքր խումբի մեջ եւ կորձիկ չունի միայն իրենց նույնիսկ խրբոտ ցայներով գերքին կամ շատ գբաշտին շիդակ, դերվեն։ Ադիգայ միջոցը որ պիտի մենք չափանիշը լավորու միջոցով ասենք եկեղեցի մահաչով է կամ ոչ չէ, գրնա շատ քաղճ լալ ամենամեծ դերերը որով աշխուժությամբ ավետարանը չեն կարողեր որ չեն դերոջը կոծին համար սիրել որ եւ մարդկանց ասո ողորմությունը եւ սերը հասցնել իրենց ուրեմն եւ որ գսե քաղճ են այսպես գիտես լավոտիկիայի մեջ կուզեմ որ լավոտիկիա քաղաքի մասին մի քանի խոսք ասել այդտեղը որ քարտեսին վրա տեսանք այնտեղը չուր ունեին որ լերներեն բուկար մինչև քաղաք հասներ չուրը քաղճ կդառնար ակվադակները ռոմայական այդ ակվադակները որ դամփաներ անոնց միջոցով կհասներ մինչև հասներ քաղաքը չուրը ոչ բաղ գլար ոչ քաղճ գլար այստեղը իսկ որ դու քաղճ եք գսել եւ ցեզի պիտի փսկեմ գսել վերջը նորեն 16-20 համարի մեջը պիտի տեսնանք որ գսե այնտեղ նա գսե ցեզի պիտի փսխեմ իմպերնես ուրեմն աս փսխունք բարը բավական ուժեղ խոսքն է չէ այսինքն հարցելի հոդած ասենք փսխել ուր հասերը որ Հիսուսիկը այլևս այնտեղ հասկեր է որ անանքից կնե որ իրեն այս վիճակը այս եկեցին թույս պիտի դա չի գնար որ գիտես մի անակ մեկ բարգան գուզեմ քիչ մնգարակրել որով ինչքան վիճակ մնե որ փսխունքի գնացել եւ քաղճ չեք կսել այսպես ոչ բաղ ոչ տակ ուրեմն ճուրերը որ բուքային այդպես է հիմա հասկանանք շատեր այս սխալ կհասկանան սխալ ցեով կմեկնաբանեն գսեն ավելի լավ դակը լա կամ բաղ ուրեմն ինչ կսեն ավելի լավ է որ ես լրիվ անհավատ գիտես բաղ վիճակ Հիսուս ավելի այս վիճակը գսիրե որ անհավատները ավելի լավ են կամ ես անհավատ վիճակի մեջ գտնվím կամ շատ եթե հավատացյալը շատ տակը լամ դերոջ համար ծարայող եւ այլն
չէ, սիրելիներ, ինքը քաղճը ընդեմ բաղ եւ դակին փանգն է որ գհավասարակշռել։ Ուրեմն ինչ էր։ Եվ որ ասենք ծմեր ադենը ես քեզի եթե դակ շոկոլադը բան hot chocolate այդ խմիչքը կամ դակ այո, սուրճ կդամ ծմեր ադեն ինչպես քեզի ադիգա հակեցնե չէ գտակցնե այո, մարդը ուրեմն այդ դակ ըմբելիքը ծմեր ադեն օգուտ մգուտա քեզի ամար ադենը բաղ խմիչքը դակ օթին գուզես բաղ ճուր մխնել նորեն քեզի օգուտ կուտա կհակեցնե Բայց քաղճը ոչ ծմերադեն օգուտ կուտա, ոչ ամարադեն օգուտ կուտա։ Այդ է, մենք պետք է հասկանանք, որ ասված այդ ցևով մեզի գուզեգոր որ հասկանանք, որ ես քաղճ կամ բաղը այս տեղին ավելի նախընտրի այն արումով, որ օգուտ մը գուտա։ Երկու կնա։ Հասկացար։ այո, Ինչպես այդ ճուրը, որ ակոդակտեն գուքավոր, եթե բաղը լար կամ դակը լար իր դեղին օգուտ մուգուդար, բայց քաղճը ոչ մեկ բանի բիդանի չէ։ Սո աս լավ հասկանանք, որ ուրիշ շատ տեղեր գտեսնամ, որ սխալ մեկնաբանը մարդիկ ասեն, «Է, դեսար, Հիսուս կսե, որ ավելի լավ է բաղը լամ»։ Է, ուրեմն բաղը լամ։ Ավելի լավ է։ Ինքադիկա գնախնդրե, քան քաղճը լամ։ Չէ, ուզե որ բիդանի լած, օգուտ մը հասկանալի։ մանավանդ որ քաղճը որ գլաս անոնք ածևով թե հոգեվորական հոգեվոր առումով պիտի առնենք անոնք որոնք հանգիստ են իրենց ավելի չեն ուզեր ցկտիլ իրենց հանգիստ են չեն ուզեր ելնել հանգիստ պայմաններով ասուզու պաշտել կողանալ ինքնափավը լալ հոգեվոր կյանքի մեջ ադալ կրնան գսել չէ քաղճին համար Անշուշտ, գիտես, երբեմն ասիկա ոյ մեկ առաջնորդի մի չմոռնանք որ այս խոսքերը ամենաառաջ Հիսուս առաջնորդին գսել որ ուղարկե այս խոսքերը ուրեմն առաջնորդը պիտի գարթար պիտի լսեր եւ էլ պիտի փոխանցեր իր հոդին առաջնորդը գրնա գաթողիկոսը լա գրնա բաբը լա գրնա եղիսկոպոսը լա գրնա հովիվը լա Erna ususiç markare arakel mega vort yertar uğargavaze avelarana daraze. այո Voyeve meg ans anhat mı? Amena bizdigen biçev amena met kahç kırnalı. Այսպես անդարփեր այդ բառը կորցած եմ, գիտես։ ճիշտ Ինչ բիդել, անը բիդել, այսել եկեղեցից վիճակը ասական, ես ասկել ապը չեմ գրնարել եմ, ընելի կսկնեմ ուր։ Չէ, ասված գուզեմ, որ ասենք, որ դե ինչ գուզեսն եմ, ավելիով գուզեմ, բոլոր սրտով քեզի գուզեմ, ամեն այո գրագը իմ մեջս փոցավար է, որ ես աշուչիններուս փոցավար եմ, իրենք ալ ցանկանան բիդանի ելալ քո ցերքիդ մեջ եւ ուզեմ եկեղեցիս ես ինչ որ բագաս եթե կա փոխանակ կանգադելու հովիվին կամ առաջնորդին երթամ այդ բագասը ես լեցնեմ եթե ունիմ այդ բարգեւը փոխանակ փողոքելու կանգադելու ասեմ դեր ինչ կուզեսնեմ հովիվին հարցնեմ ինչ կուզես ինչ կրնամանել որ օգտակարը լա ոչ թե փողոքեմ կանգադեմ հովիվին կամ առաջնորդներուն վարզան ես այդ բագասը լեցնեմ որով հովիվնալ ամեն բան չի գրնար ամեն ադեմ կատարյալը լա չէ բայց եթե հովիվը իրոք քաղճ է անալ ապաշխարելու պետք ունի բոլորս պետք ունի թունալ եսա այո այդ ապաշխարությունը մեզ մեկը սկսի ամենառաջ իմ սրտից պետք է սկսի այո Եվ ինչպես որ շատ հավատացյալներ եկեղեցի կերտան երոջ երեսը փնտրելու, շատ հավատացյալներ կերտան իրար տեսնելու, ընկերային բահմը անցնելու եւ իրենց ասենք թե իրենց ծրագիրներուն համար սելիկներ ունենան ուրիշ եղբայրներով եւ քույրերով։ Այս ալ նույն բանն է, որ Հիսուսը ադալ կտեսնա այսօր մեր կյանքի մեջ եւ կփսխե մեր վարմունքին համար Ծևոմը ասիգա իրականության պատկերն է եւ ինչպես որ քչարաչսիր ուղակի դեր Հիսուս Քրիստոսը ինքն է որ գխոսի գիտես Պիտեր շատ հետաքրքրական է անը որ դեր Հիսուսը միշտ վարժվել են ասիգա ասկես առաջարասի իրեն քաղցր դեսնալ իրեն սերը վայելել եւ ոս հանգարց մեկ անգամ է շատ հանտիմանական ոչ հանտիմանական բայց նեղված է փարգացած է եւ կտեսնա Քույևին վիճակը, եկեղեցին վիճակը, իր զավակներուն վիճակը եւ գուզե որ անոնք իդ քան վերաթարնան եւ ապաշխարեն։ Իսկ գուզես շարունակեմ։ այո ուզեմ ասել ասալ նաեւ որ Հիսուս կթաստիարակե անոնց որ գսիրեն այդպես կթե
Եբրայեցիս 12-րդ գլխում մեջ ինչպես հայրն իր զավակին գսիրե չսեր դրաս ասիկա միները սխալ է ասիկա լավ չէ երբեմն գտասյարակի այսպես զավակին բայց նպատակը այն չէ որ քանթե գործանե փշրե իր զավակը այլ որ իր զավակը ավելի առողջ եւ ավելի հաջող լա իր ռազներում մեջ Հիսուսի նպատակը այն է եւ այստեղ գիտի տեսնանք որ ինքը այս եկեցին դուրս ցկված է եկեցին ամեն բան գնե որ բայց դերը չկա այդ եկեցին սուրբ ոգին օզությունը չկա զորությունը չկա իրեն դուրս ցկերը նպատակը որ թուն կամպանիին պրեզիդենտը լաս բանը լաս այն մարտի ռուզածը գնե որ եւ կհաջողցնե որ շատ մփան է հարուստ է բայց այդ եկեցին դերոջը ոչ կքնահատեն ոչ կլսեն ոչ կհետևին ոչ կգնահատեն ասպես եթե բիզնեսի արևդրական միտքով նայենք այս բատկերը գործածեն եւ այս եկեղեցին Հիսուս պիտի ասեր որ ինչպես ասա Մատթեոսի 5-րդ գլխում 3-րդ համարի մեջ ասա որ երանելի են անոնք որ հոգիով աղքատ են որ անոնցն է Աստծո թագավորություն այս եկեղեցին ինքսի հարուստ կգարձի լսած ինչպես պիտի ժառանգի Աստծո թագավորությունը կամ երկինքի թագավորությունը այո գիտես շատ անգամներ օրինակի համար հովիվներ իրեն գրագի վրա գլան եւ պատկամը կուտան բայց ժողովուրդը շատ անդարբեր է եւ շատ անպատասխանատու է անգամներ ճիշտ հակառակը ժողովուրդը գրագի մեջ են կուզեն ստանալ հազիվ 5-7 վարգյանոց պատկամը գլսեն որ ադիգա իրեն ծննդարար չէ ամբողջ շաբաթին այսին երկու բաներն կոնտրադիկտ կնեն իրարու են ինչ լավ է որ գիտակցենք արթնանք մեր անհատական կյանքի մեջը օրինակի համար չխոսենք ուրիշին օրինակ շատ անգամներ 5 վայրկյան գաղութենք 10 վայրկյան գաղութենք բայց այդ գած ժամանակվա մեջ ասված ոչ չափ պիտի մեզի իրսելիքը ասե չէ սո շատ կարևոր է որ ամեն մեկերնից ուր որենք ինչ որ գնենք ինչ դիրքի մեջ ենք դերոջը գամ կհնենք եւ լիմիտ չցնենք որովհետեւ դերը անսահման է Ամեն, ամեն։ Գիտես, ուզում քաչալերել անոնց, որ ոչ միայն մեկ ժամ գուքան բաշտամունքը գնեն գիրագի օրը եւ դուն գերտան գսեն, իմ բարդականությունը սեղավ, չէ։ Գուքան սերդողություններուն սորվածները գսկսին իրենք ուրիշներուն բաժնեկցի, օրինակի համար թումբեչունիս ուսուցիչ մլալու, որ քու ընտանիքի անդամներուն հետ կիսվես ինչ սորվեցար պատկամին կամ սերդողության ընթացքին։ Շատ կարևոր է, որ հովիվին ոչ միայն գիրագի օրվա պատկամը, որ 20 վարյան 15 վարյան գեշ շամ գտել է, այս սերդողություններուն այդ օջախին մեջը մտնաս եւ լեցվիս Աստծո խոսքով, որ այդ մղե քեզ ավելի տակնալու գրագը մեջը փոցավարելու, որ ապրիս այդ կյանքը։ Միան լսելը չէ, գսե ամեն մեկուն ամեն եկեղեցիներում ինչպես ավարտեց այս պատկամները Հիսուս։ Անորական չունի։ Անորական չունի թողեսե հոգին ինչ կսե եկեղեցիներում, բայց Հիսուս նաև ասած էր, որ երանելի այն անձը, որ ոչ միայն գլսե, այլ կկատարե։ Լսելեն մեջ նա կորձ ունի գրելու։ Ասիկա միայն լսել չէ, պատկամ երբ մի երկել չէ գիրագի օրը մեկ ժամ։ Կյանքը պատարակ մնե։ Մենք գենթանի զող պիտի լանք։ Ամեն օր, ամեն վարյան պիտի մտածենք, ես ինչ կրնամ անել դեր, որ այս գրագը փոցավարվի եւ ես այդ ածուխի նման մեկ հատիկ ածուխ մլամ, որ ընդհանուր գրագը ավելի փոցավարի։ Ամեն։ Իրարու հետ պիտի միանանք, իրարու պիտի քաչալերենք, իրարու պիտի այցելենք, իրարու համար պիտի աղոթենք, իրարու համար պիտի քուրքուրանք, դարաբանքներու մեջ եղողներուն հետ պիտի լանք, աղքատներուն պիտի փորձենք օգնել, որբե վայրիներուն այցելել, որբերուն հասնիլ օգնությունով։ Եվ հերուները մեջունի կերտալ, գրնանք Հայաստան օգնել եւ այլ, բայց նաեւ մեր համայնքի մեջ նայենք, մեր շրջավայրի մեջ ինչ անձեր կամ որ գարիք ունին, ամեն օր ինչպես է սկսենք, լավ եմ գսեն, բայց եթե բրբդես, իրոք եթե հետաքրքրված ես, քեզի չի պիտի սեն իրենց բոլոր հոգսերը կամ դերվերը ինչ որ շատ են սեն դերվերը։ Բայց եթե բրբդես եւ իրոք հետաքրքրված ես, գսեն թուն գրնաս մտնալ անոր ցավի մեջ եւ իր դարաբանքներու մեջ իրեն հետ ընկերագիցը լաս, օգնես։ Միան եթե լուրջ հետ եմ նույնիսկ միան ժամանակ եթե պիտի անցնես։
Ama ya menülerden aşağıdan ser ինքնին քող կսկան, կսեն, օքեյ, գոքնենք, կսենք դե գարի կավորին, գոքայց այցերություն գնենք, և գպավարարին որպես աստուծո զոբակ ատպարի կորզերով, և գմորնան, որ անցնական անհատական at ավետարանի խոսքերը պետք է գարտան և աղոտքի ժամանակ անցնեն, որ երկուքն շատ կարևոր է, որտեղ դերը միա մեր ծառայությունը ճուս է, բայց դերը գուզե, որ իր խոսքը գիտնանք, որ ավելի ասենք օգտակար լանք եւ գործնական լանք։ Ամեն, ամեն, եւ ուրեմն հովիվը երբ որ այս կքարոզե, շատ աջախ հովիվին կամ եպիսկոպոսին, կաթողիկոսին կամ ով որ բաբը առաջնորդը ուսուցիչը պետք է կանչե մարդկանց ապաշխարություն։ Այո, Ապաշխարություն պետք է քարոզի։ Պետք է քարոզի, որով մարդիկ թմրած վիճակի մեջ կմնան, եթե միան իրենց ուզածը լսեն։ Անիկա դժվար բան է, նայ ինչպես Եբրայեցիս 12:6 մեջ է Հիսուս կթաստիարակի անոնց որ գսիրե եւ ամեն մեկ այս եկեղեցիներուն 7-5-ին ապաշխարեցեք կս թարցի եկեք անդադարձեք ուդերեն ինգա քիշեցեք ինչ կնեիք կամ չգներ եւ ուղղության մեջ մտեք այս չի քարոզվիր բավարար այսօր ցավոք սրտ մարդիկ չեն ուզեր մեկ իրենց ասե ապաշխարե գիտես այո, կամ դժվար բաներ է Հիսուսը որ ասա գերձավորներ գիտես այո, այո, ճիշտ է ովի կամ մեգը ուսիշին ասել փան սիրտով սիրո սիրտով անշուշտ, ոչ թե անշուշտ, քանթելու այշինելու ես կուզեի որ գիտես ուղղություն գուտա Հիսուս այս եկեցին պատկամի մեկ մասն է ուզեմ մեկ հատ համար մտնել այստեղ եթե գրնանք այս այո, համարը մեկ հատ ընթերցենք այս Եսայա 55 կոլուպը այո, չին իսկական, համարը նա այո, Հիսուս ինչ կսե որ ինչ առաջարկե որ այսպեսի եկեցի կամ անհատ մնե այո, ով քննրեմ զարգացածներ ճուրերուն եկեք եւ ստակ ճունեցողներ եկեք, ծախու արեք ու գերեք, եկեք առանց ստակի եւ ծրի քինի ու գատ ծախու արեք։ ուրեմն դերը գուզե որ restore լանք վերականգնեցնե այս եկեցի իր նպատակը այս խոսքերում վերականգնեցնելն է ոչ թե քանթել ուրեմն գսե եկեք ինձի եւ այդ ճուրերեն խմեցեք ով ծարավցածներ արդյոք ծարավցած ենք կսկանք որ ծարավենք դերոջը խոսքին ավելի գրնան գսել ինչպես եղդիկ մա արվակներում գուքա ես այդպես քեզի գուքամ ծարավ եմ դեր կշտացու կենթանի ճուրերը ինչպես այդ սամարացի կինը որ նստած էր ճորհորինքով ասավ դուր ինձ այդ ճուրեն դեր այդ ունինք այդ ջենցը որ ասենք դուր գուզեմ դեր եւ գսեք որ եկեք ինձի ձախուարեք ու կերեք եկեք առանց ստագի ծրի ամեն դեր երթանք ինչ ես դրամ գծախսենք ամեն բանի դերը մեզի ծրի գուզե որ ագ ու աղբյուրը թողներ են Երեմիան ասա որ երկու մեկ կորձեր էին ժողովուրդը ասա Երեմիայի երկրորդ քուխու 13 համարի մեջ ասա մեկը առաջին ասա ագ ու աղբյուրը թողներ է այդ կենթանի ճուրին որ Եհովա ասված ինքն է Հիսուս է եւ երկրորդ մեկը ծակ քուփեր փորած է գսա կփորձեք որ ծեր քուփերու մեջ փամը լեցնել որ ձագ ունի եւ չի մնար որ մեջ միակ բանը որ գրնա մեզ հակեցնել Քրիստոսի խոսքերն է որ հոգի եւ կյանք է իրեն պիտի կանգնենք դեր դուր ինձ քո ծրի ապար քանի որ ես աղքատ եմ հոգի Այո, ես կսկամ որ աղքատ եմ ես ամեն բան ֆիզիկապես դրել ես շնորհակալ եմ բայց ես լեցվելու պետք ունիմ անընդհատ խնդրեմ ինձ կշտացու քո կենթանի ճուրերը որ խորանետ կփոխի Նայգրա չրվեժի նման իմ մեջ ստապ է, որ իմ փորս լեցվի եւ այդ օծությունով իմ շրջապատիս մեջ անաբադի եւ ժողովրդին կարողանամ ես անոթ մլալ որու միջոցով քու կենթանի ճուրը իրենց հասնի։ բայց Պիտեր հոս ուրիշ ոմ գուզեմ ասել, օրինակի համար կան անհատներ, որ գերտան եկեղեցի ծարավ եւ գուզեն լեցվիլ, բայց երբ որ at չեն սկար դերոջը սուրբոքի ներկայությունը աստուդ աջարին մեջ, զանազան բաժաներով եւ աստծո խոսքը այսպես կսե, at անցը այսօր ուր թող երթա, գամ պիտի թատրի, դունը պիտի նստի եւ on-line պիտի ենե, եւ կամ մինչեւ երբ պիտի գրնա երթալ եւ Հիսուսի պես փսխել ուզե։
Գիտես, շատ կարևոր հարց է ասիկա։ Ես ամենաառաջ պիտի ասեի, որ եթե ասենք քու հոգևոր առաջնորդդ, հովիվդ, ուսուցիչդ, եթե չես չի գշտացնի կամ չներգոր այն ինչ որ այստեղ դերը կփապակի որ է, ամենաառաջ պետք է սկսենք աղոթել իրենց համար, որ դերը իրենց մեջ նա ծանրաբավեց, դերը իրենց լեցնի առաջ։ Աղոթքով պիտի դանենք մեր առաջնորդները, ոչ մեկ համայնքի մեջ, առանց փողոքելու իրենց, ավելի դերոջը հետ խոսենք դեր, այս է վիճակս, ես ծարավ եմ, ես կուզեմ, որ բայց չեմ գիտեր, որուն երթամ, ես աշակերտ կուզեմ ալալ, կուզեմ, որ աշակերտնի, բայց կուզեմ նաև այնպեսի ուսուցիչներ ունենալ, որ ինքսինքնին, գիտես, Երեմիա և Եսայիա գխոսի կսե ինքսինքնին կգերակրեն, բայց իմ ժողովուրդս կմեռնի, որով իրենց փորերը կգշտացնեն, այսպես հովիվներ ագան, չէ՞։ Ուրեմն աղոթենք առաջ եւ երկրորդ աղոթենք, որ եթե այսպես կաղոթես եւ չի փոխվի, աղոթենք, որ Աստված իմաստություն տա, որ որտեղ դու կգնաս երթալ եւ կշտանալ։ Նույնը չէ ինտերնետի վրա, YouTube-ի վրա թիդեր եւ դունդ նստել, այո, կգնաս գիտություն բաշարել, բայց մեր հավատքը գիտությունով չէ։ Մենք պիտի ապրենք համայնքի մեջ, իրարու հետ շփվելով։ Ուրեմն դերմը պետք է աղոթենք, որ դերը ցույց տա, որ որտեղ դու կգնաս երթալ եւ իրոք կշտանալ, եթե դու գուզես աշակերտի։ Եվ որ եկեցին Աստծո խոսքը կսորվեցնի, որ քեզի գոքնե որ այդ քու բարգևներդ կործածես, այդ եկեցի մեջ սորվածները կործի տնել։ Եվ դերը գծցնե, եթե իրոք դերմն է, որ դու աղոթել ես, փորձել ես, խոսել ես, քաղցությամբ հովիվին կնա անցամբ, ոչ թե ամենուն արջև խայդարագե մարդկանց, այսօր ինչեր գլավոր, որ մարդիկ ամենուն աղդոտ լաթերը, ամենուն արջև գպացահարել, չէ որ ասված, գուզե եթե պապ ունիս եղորդ հետ կսե, կնա անցամբ խոսեն, լա հովիվ, լա ուրիշ։ Որտև դերն է, որ բիդի պանա աղդոտ լաթերը, ոչ թե մեկը մյուսին։ Այո, ինքը թող այդ Աստված աղոթե որ հանդիման է, Սուրբ Հոգին կորզն է ադիգա հանդիմանելը, սկսելով ինձ մե, եւ անգի վերջը շրջապատից եթե ուսուցիչներ կփնտրեմ, որ չեն անել, որ ինչ որ պետք է, դերմը գուքա, որ այլևս այդ բայց շատ մայս եկեցիներու մեջ կնային, չսեր որ մարդկանց թույս ելիր կնա ուրիշտեղ, գսե ապաշխարեցեք, բայց նույնիսկ այդ դժվար այդ գիտեմ, որ փոքր եք կսե, բայց մի քանիներ կան, որ հավատարիմ են, եթե այդպես վիճակ է, թունը սկսես սերդեր, կարթա, ծննդոցեն հայտնություն, դերս է ինձի սորվեցուր, թուն խոստվիր, որ Սուրբ Հոգին իմ ուսուցիչս է, բայց մի թատրիր հարաբերության մեջ լալ, որով գտնալ է, որ Աստված քեզի հոն տրած է, որ թուն հոն աջիս, լույսը լաս, այդ տարածքի մեջ, այդ անցերում, որ պանեն, թմրած վիճակի մեջ են, կաղջ են։ Բայց ընդհանուր առմամբ, եթե իրականությունը եւ ճշմարտությունը պիտի խոսենք, գնալ որ ասենք թե անոր խորանին արչևն է կամ սեղանին յետևն է, ուր որ է, իրեն շատ սկանչելի պատկամ տվավ, նույնիսկ 15 վայրկյան, 20 վայրկյան, որ ախորժակով մտիկ կնես, բայց անգեց վերջը կտեսնաս, որ իր խոսածը եւ իրեն ըրածները, իր հարաբերությունը ժողովրդին հետ անչե ինչ որ ինքը գխոսի, անալ ուրիշ քայթակոչումն է։ Բայց ասել գուզես ատ բարակային օրեն, քանի որ ասված անհատը հոն դրած է, ատ եկեղեցի մեջ դրած է, պիտի շարունակե երթալ, աղոթել իր հոգևորականին, բայց միևնույն ադեն գտնա խումբը, որ ինքը աճի եւ մեծնա։ Այո, ադիգա անպայման, բայց աղոթել անհրաժեշտ է աղոթել այդ առաջնորդներուն համար, որ դերը հանդիման է իրենց, դերը Սուրբ Հոգին հանդիման է։ Եվ գնե, ասված ինձի քեզի վեճունի ամեն անգամ, որ երթանք մեկումը հանդիմանենք, դերը հազար ծերերով մեզի գյանքի բարականերու միջոցավ, բիդի թասյարագե անոնց որ գսիրեց, որ պչենք մենք ունենք դերմը, հովիվը, որ պանիմը գարոդություն բիդի չունենանք, բայց երբեմն ժամանակ կարնի, ինձի եղավ այսպես, և իմ գյանքիս մեջ այդ ստիվեց, որ ես ավելի աջիմ, հնդրեմ այդ տեղերը, ճիշտ է, որ հնդրեցի նույնիսկ ջեմարան կացի, որովհետև որ չեմ կշտանալ, որ ես, սկսա փնդրել, մինչև որ կտա դեղը, որ գրնամ սնունդ ստանամ, մինչև ես աճիմ։ Բայց եթե ոչ,
Դա է օրինակ այս շատ լավ հարցում էր, որով նա ինչ եղավ Սամվելին։ Սամվելը անակ ժամանակաշրջանի մեջ կապրել որ եթե First Samuel անգլերենով chapter 3 գսեն, Առաջին որ թագավոր հայրեն գարձեմ առաջին Առաջին թագավոր թագավորած երրորդ գլուխն է, այնտեղ եթե գարտակ կսե Իսրայելի մեջ կսե հայտնություն չկար, խոսք կգար, բայց հայտնություն չկար, օձուն չկար այդ խոսքի վրա, եւ այդ ժամանակաշրջանին հերի քահանան, որ բիղծ եւ չար քահանա մներ, եւ իր զավակներն երկու տղակները չեր հանդիմանել իրենք ինքը շադագեր փորը մեծած քերծած էր եւ ինչ կներ ամեն այդ ուդելիկները որ գբերեին զոհ մատուցելու այսինքն այդ տրամը բանը որ այսօր կրնալար որ մարդիկ կփերեն ինքը գոկտակորձեր իրեն համար ինքը մեծած հարուստած փորը մեծած եւ իր զավակներն ալ շնության մեղքի մեջ էին որով այդ զոհերը որ գբերեին գիները իրենք կարնեն եւ այդ գնոջ հետ ալ իրենք ժամանց եւ չկերել ինչ կնեն so հարցը այս է որ Սամվելը այդ ժամանակաշրջանի մեջ կմեծնվի բզդիկ տղա մայրը դարեր էր հանան իրեն որ սորվի դաջարի մեջ քահանայաբեդեն բայց քահանայաբեդը ինքը բիղծ օրը ասված իրեն այցելեց այդ դաժան ժամանակաշրջանի մեջ քահանան վադալալով կամ քահանայաբեդը եւ իրեն անունով գանչեց Սամվել երեք անգամ միջև այսքիսպը քահանայաբեդը իրեն ասա որ ես քեզի չգանչեցի դրաս քնայսա երկու-երեք անգամ այս վերջի երրորդ անգամը քահանայաբեդը ինքն ալ սկսավ ընտրել որ կարելի ասված կխոսի որ այս երիտասարդին ասա լավ Սամվել եթե նորեն լսես այս այնը ասե խոսե դեր քանզի քո ծարատ մտիկ կնավոր եւ ասվածը սկսավ Սամվելին այդ բիղծ ժամանակաշրջանի մեջ եւ բիղծ միջավայրի մեջ նույնիսկ իր առաջնորդը լավ չլալով Սամվել ուղիղ սկսավ աստուծմե լսել սորվիլ հասկանալ եւ ես անցել եմ այսպեսի բաների մեջ են գրծավ Սամվել աջիլ եւ գսե այնպեսի օրեն որ ինքը քնած ի վերջո եւ ինքը այն խոսքերը որ լսեց քահանայաբեդը իր մեջ ուզեց լսել խոսեցավ իր քահանայաբեդին եւ հանդիմանվեցավ եղի քահանան երանում եւ գսե այդ կերպ ասված հաստատեց Սամվելը իբրև մարգարե եւ բոլոր Իսրայելի մեջ իր խոսքերը գսե խոսքը հայտնություն ուներ հայտնություն այսինքն հասկացողություն կար միան խոսքը չէ որ խոսք կրնան կարոզել գարթալ ասել մերած գլա եթե այդ օզություն չունի եթե այդ անձը դերոջ մեջ չէ ստացած եւ հայտնությունով չի խոսիր բայց կսե Սամվել կսե ասված չի ցկեց որ մեկ խոսք իր փերնեն քեդին իննա այսինքն ամեն խոսք որ իր փերանեն գելեր ինչպես 55-ը գսե իմ խոսքերս իմ որ իմ փերանես կփոխի գսե ետ չի պիտի թարնա ինձ տադա պիտի գադարե այն նպատակով որ ես ուղարկեցի զորություն կա օծություն կա եւ հանդիմանություն այնադեն Սամվելի միջոցով հերի քահանան անգամ ասավ ճիշտ է ստաց եւ այս նայած փոխանակ ապաշխարելու չաշխարեց լավ չէ դղակ ինչ որ գնես իր դղակներուն սա չի թաստիարակեց իր հոգեվոր զավակներուն եւ այլն եւ ասված իր զավակներուն սպանեց անոր վրանա իրեն այդև ինգավ անգամ փորը մեծել որ գարձեմ եդեմ ասան կրտնեց սա նեով գիտա աթորը դարձավ ներավս եւ ասված սկսավ շարունակել իր կորտը չի թատրիր բայց այլևս հեղին չի կորտածից սկուշլակ այս դերը փսկելու վրա է այսինքն գահանտի եւ աթուլությունը հիմա ալ գա այո մեկը կփորձե եւ գտեսնա իր մեծավորը շատ անդարբեր է քիչ հետ ինքնա գտուլնա ինքնա անհավատ կդառնա եւ այն ժամանակ ոնե որ մի աղոթենք որ դեպի ես իմ հայացքս Հիսուսի պիտի վրան թացի ոչ թե առաջնորդս անշուշտ է պետք է ինքը պատասխանատու լա մեծ ինքը ավելի պիտի հաշի պիտի դա ավելի հաշի պիտի դա կրկնաբադիկ կսե ամեն ցեզմե ամեն մեկը թող ուսուցիչ չլագս ասվածաշունչ որով կրկնաբադիկ հաշի պիտի դա անոնց ես վախով թողով կմոտենամ այս տարայությունները այո որ ես ավելի հաշի մարդկանց հոգիներուն համար
որով Իջարաջ, այո, որ իջարաջ որսիր շատ էսալի կապիտեր չեն գուզը ժամանակը արդեն ֆաբական ճացուցինք, բայց իջարաջ որսինք որ պետք է աղոթենք իրենց համար հետևյալ ցեմնալ կա աղոթելու, որ Աստված ոչ թե միայն իրենց սիրտերը գողցնե, բայց Աստծո վախը ունենան, որովհետև որ Աստծո վախը ունենք նույնիսկ սենյակի մեջ մենք որ առանցին ենք, ինչ որ խորհուրդ կունենանք անցի մահանտեպ դերը կարող է ադիգա գիտնալու գարթալու մեր իմ միտքը, եւ չէ՞։ ինքը գխոսի անոր Այո, ուրեմն երբ որ անհատը մենք հավատացյալը ասենք, Աստծո վախը ունենք, այն ժամանակ ամեն մեկ մեր ռած բաներուն պատասխանատու ենք։ Բավական խոսեցանք եւ կսե օրինակի համար եթե գուզես 18-րդ համարը քեզի խորհուրդ կտամ ինձ մեկ գրագի մեջ փորձված ոսկի ծախուար որբեսի հարստանաս ու ջերմակ հանտերսներ որբեսի հակնիս որբեսի քու ամոթալի մերգությունը չերևնա եւ աչքերուդ թեղթիր որբեսի դեսնես այո այստեղը ճանաչված էր որ թեղ կար աչքերուն համար որ գտնեին լավոդիկիայի մեջ ինքը այդ թեղը անշուշտ փոխապերական օրեն գխոսի որ այս բաներում այո հանդեցներ արվոր վրա հատնիս այդ ինչ է Քրիստոս հակիր կողորած իր արդարությունը իր խոսքը սպարազինվիր Քրիստոսով փրկության սաղավարտով եւ արդարության զրահով հավատքի վահանը առնելով կոդաբնտվելով իր ճշմարտությունով ոտքերդ հակիր ավելարանին խաղաղության կոշիկները սուրբ ոգուսուրը վերցու Քրիստոս հակիր արդարություն մաքրվի եւ այս ապաշխարիր գսել պետք է որ այս բաները մենք Աստծո շնորհքով անշուշտ ենթարկվենք այս խոսքերուն այո եւ գնանք խոսքսենք ինչպես որ ասենք շատ մտաներ խոսքերում մեջ էսի որ ամեն սրածս կանթիմանեմ կխրադեմ ու սենախանցախանցիր եղիր եւ 20-րդ համարը շատ կարոզիչներ կկործածեն ահա ես դուրը գայներեմ ու գզարնեմ եթե մեկը իմ ցայնս ասե ու դուրը բանա անոր կոբիդի մտնեմ եւ անոր հետ ընտրիկ պիտի նեմ անալ ինձի հետ այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը ասենք անաբաշխարին կամ մեղավորին թուրին արչեւ է գեցած է սրդին հոն գեցած է չի շարժիր եւ դուրը գզարնե կսարնի սպասե մինչև որ իր զավակը իրեն թուրը բանա այնպես է ամեն ամեն դա է այս իր շնորհքն իր շնորհքն Երևանայր որ ինչ վիճակի հասել է այս եկեղեցին այո այս թեր ինքը ինչ սեր ունի որ ինչ ողորմություն որ թեր թուրը ասան ջենտլմենի իր դումն է իր եկեղեցի քուլուխը ինքն է թուրը թուրսը կերեն չեն ալես կարգոր որ ինքը չկա այս թեր ջենտլմենի բես թուրը գտակել գիտես երբ մգա այդպես չէ մակրի ակոպերգիչն է թուրքան այո քո գանկնած թափում է գամած այսպես քաղցրորեն գուզե որ հաղորդակցի գարոդ ունի մեզ գուզե ազատել քո վիճակետ այո այդ ինչ քերեցիկ երկ է այդ շատ կսիրեմ եւ ասիկա եկեղեցին թուրն է ոչ շատեր այսպես երբեմն կվերակրեն սիրտին թուրը կամ սիրտը անշուշտ է այդպես անհադաբես ագրնանք վերակրել բայց կուզեմ այս մեջբերումն էլ այստեղ երկերկոց քիրքեն կուզեմ համարը տնել եթե գրնամ այստեղ եւ նայենք այս խոսքին եւ վերջը մի քանի խոսքեր ունիմ այս խոսքի մասին ասելու որ առնված է այո Խնդրեմ, եթե գրնաս մի հատ ընթերցել։ Այո, երկերկոց 5-րդ գլուխ 2-րդ համար։ 5-րդ գլուխը, այո։ Այո, ես կքնանամ, բայց իմ սիրտս արթուն է։ Ահա իմ սիրականից ցայնն է, դուրը գզարն է ու գսե, ով իմ քույրս, իմ սիրուհիս, իմ աղավնիս, իմ գադարյալս, բաց ինձի, կազի իմ գլուխս ցողով լեցվեցավ ու վարսերս քիշերվան շաղերով։ Ուրեմն գտեսնաս այստեղ այս երկերկոցը 5 դարանի մեջ հիշված է որ Սողոմոն այս խոսքերը գխոսի Սուլամիդին Սուլամիդ եւ Սողոմոն փարը Սողոմոն Շոլոմո փարն է եբրայերենով որ Շալոմ փարին արմադը այդ Սոլոմոյի խաղաղությունը սեր ուրեմն այստեղ խաղաղության թագավորը գանքներ է Սուլամիդն ալ փանն է գնոջ անունն է, որ անալ մեկը խաղաղության իշխան, մյուսը խաղաղության իշխանուհի, ասենք։
Եվ թուրը կայները այդ խաղաղության իշխանուին թուրը գտակե որ ինձի ներս ցկե ուզեմ ներս քալ ուզեմ այսպես քեզի կարոտ ունիմ սեր ունիմ քո հանդեպ եւ այդ վիճակը այդ պատկերը ավելի ճիշտ է 5 դարանի մեջ Աստված է որ փոխապերականորեն Իսրայելին իր ժողովրդին որ իբրև հարս կդեսնար ինքնալ փեսփան է իրենց փեսան Իսրայելի փեսան Եհովա Աստվածը գուզեգոր որ այս պատմության այս երկրի միջոցով հասկացնե որ ինքը ինչքան գուզեգոր իր ժողովրդին հետ մդերմության մեջ մտնա եւ այդ ժամանակաշրջանին իրենց գուրքերով իրենց ամեն բանով դաջարի մեջ Սողոմոնը ինչքան գուրքեր փերավ գսա ինչքան գիներ արավ շնության մեջ այսինքն բաներ ուներ concubines որ դարբեր թակույններու հետ ամուսնացավ եւ անոնց գուրքերը սկսան դաջարի մեջ փերել դաջարի մեջ ամեն բան կար բացի Եհովա Աստված այլևս դրնաս երևակային բայց պատկերը ան է որ Աստված գուզե որ այնտեղ լավ որտեղ սրբության սրբոցն է այսօր սրբության սրբոցը ուր է մենք եւ դաջարն ենք թուն ես Սուրբ ոգի մեր մեջ կփնակի եւ հավաքարաբար եկեղեցին մենք ենք որ իրավի հետ որ հավաքրինք ուզեմ որ ներս կա թուրը բաց ուզեմ ծեր հետ ինչ որ այս եկեղեցին գսե որ թուրը գտակեմ որ ինձ ներս ցկե ուզեմ սիրեմ ցեզ եւ Հիսուս է փեսան այս հայտնության Լավոդիկիայի եկեղեցին հարսը եկեղեցին է մենք կտեսնանք վերջը եւ դեսնանք որ նոր Երուսաղեմը Քարնուգին հարսն է, եկեղեցին է, եւ սիրականը եւ քույրս կսե, որով ինքը իբրև ոչ միայն մեր ընկերն է, մեր եղբայրն է, հոգեվոր եղբայրն է գսել Աստվածաշունչը, նաեւ մեր այրն է, ուզե մեկանալ մեր հետ, նույնանալ, մդերմանալ եւ հայտնության քիլքի մեջ կհիշե, որ այդ մենք հարսը իր եկեղեցին ենք, իր ժողովուրդ, իր Իսրայել ժողովուրդն ենք այսօր եւ Նայ Եբրայեցիս քիլքի մեջ նայես քանի որ ինքը գսե երբ որ իմ ցայնս լսես օրինակամար կեցածը գտակե որ մեր սրտի թուրը մեր եկեղեցի թուրը եւ որ հрьяաները գլսեին ասոցայինը ամիջապես չէին ենթարկվել Եբրայեցիս քիլքի 3 քուքու 15 համարին մեջ գսե քանի որ գսվի այսօր եթե անոր ցայնը պիտի լսեք ծեր սրտերը մի խստացնեք եւ Փարգացնելու ադենին մեզ ինչպես որ հрьяաները հրին եւ որ անաբադին մեջն էին ասոցայինը գլսեին բայց չէին ենթարկվել այսօր դերը գխոսի որ քեզի ինձի բոլորիս որ մտիկ կնեն այսօր գթակե որ մեր եկեղեցին հովիվներուն սրդերուն առաջնորդներուն կաթողիկոսներուն եւ եղիսկոպոսներուն հովիվներուն ուսուցիչներուն արաքյաններուն մարգարեներուն գտակե որ ես կուզեմ ներս մտնեմ ես կուզեմ ծեր յանքին գետրոնը եւ ծեր հետ նույնանալ մեկանալ մդերմանալ ինձ թույլ որ ներս մտնեմ Սուրբ ոգիի միջոցով եւ եթե մեկը չի ապաշխարած եթե թեր ասո զավակը չէ հոս կուզեմ հիշել կարին որ ամեն առաջ ապաշխարելու պետք ունենք ասելու որ դեր ես մեղավոր եմ այո Ես մեղավոր եմ ոչ միայն ռած մեղքերովս, այլ էությունովս մեղավոր եմ։ Խոստովանին, որ ես մեղավոր եմ։ Գիտեմ, որ թունես բրգիչը, մի անթունես, որ ինձ իմ մեղքերես կրնաս ներել, մաքրել, սրբել, նորոգել, նոր արարած մնել, քանի որ թուն մերար, 3 օր վերջը հարություն արիր, համբարձար, եւ միայն քու արյունով է, որ իմ մեղքերուս քինը կրնա վճարվի Քեզի կընդունիմ իբրև իմ դերս ու փրկիչս, ես սրտիս մեջ կընդունիմ կհավատամ եւ հերանովս կթավանիմ։ Աստվածաշունչը գսե, եթե մեկը այսպես ընե, փնավ պիտի չմերժի Աստված։ Անգելզորեն եթե մոտենանք այսօր արից դե, եթե իր ցայնը լսեցիր, եթե ինքը քո եկեղեցի թուրը գզարնե գոր, թե դու ներս չես տկած իրեն, կամ քու դաջարի, քու սրտի, քու կյանքիդ մեջ, հիմա է ժամանակ այս Սուլամիդի պես փանանք թուր Ասենք եղուր դեր Իսուս, եղուր, հրավիրենք իրեն, որ մեր կյանքի մեջը կա եւ մեր հետ հաղորդակցվի։ Գիտեք, Մատթեոսի ավետարանի մեջ գսե որ ոչ ամեն մարդ, որ
դերս է բիդի ես ճանաչեմ գսե այստեղ եթե կփապակից մեկ հատ կարդա որ Այո, ոչ ոչ թե ամեն ով որ ինձ դեր գսե պիտի մտնե երկնքի թակավորությունը, հաբա անիգա որ իմ երկնավոր հորս գամքը կկատարե։ Շատերը այն օրը ինձ պիտի ասեն դեր, չէ որ քու անունովդ մարգարեություն երինք, եւ քու անունովդ թևեր հանեցինք, ու քու անունովդ շատ հրաշքներ երինք։ Այն ադեն հայտնոպես անոնց պիտի ասեմ, թե ես փնավ ցեզ չէի ճանչնար։ Մեկդի կացեք կովեստուկ, որ անօրենություն կգործեիք։ Վաու, վաու։ Գիտես, այո, ասա, եթե ասելիքությունից պիտի արվեցնեմ։ չէ գուզեմ քեզի դալ այդը որ Հիմա որ ադիկա ասկսերա չանշուշ կարտասած եմ, որ Էփեսոսի եկեղեցին կովեց կովասան կրավ, բայց հանդիմանտես ասելով, որ եթե թունչա աշխարհես պիտի կամ եւ աշտանագը պիտի վերցնեմ, որ Էփեսոսի եկեղեցին դակավին գծարայություն կար, աշխուժեր իրենց հոգեվոր աշխատանքներում մեջ, այս եկեղեցին լավոտիգային, որ ոչ մեկ կովասանք, ոչ մեկ կաչալերություն ունի, Եվ Հիսուս Քրիստոսը կսե եթե ապաշխարես, ան որ կհաղթե կսե, ինձի հետ իմ աթորս պիտի նստե, ինչպես ես ալախտեցի, ու իմ հորս հետ անոր աթորը նստեցա, բայց չսեր եթե չապաշխարես, չսեր, դա գավին ջենտլմեն է, հույսը այսինքն ամեն ինչը պիտի նե որ իր զավակները իդ ապաշխարության բերե, առանց սպառնալու, չէ, ամեն ամեն տանչելի է, սկանչելի է բայց ինչպես կվերջացնի այս պատկամը ինչպես ամենում գսե եթե անգորական չունի գսե թողես, թե օքին եւ ինչպես է, գադարե եւ վարչատությունը դա ամեն եկեղեցիներու վարչատությունը խոստովա այս եկեղեցի վարչատությունը քերազանց է եւ ասիկա մեզի պիտի դանի մնացած հայտության քիրքի խոսքերուն այո, ավակային եւ որ սկսիկ 4-րդ գլուխը պիտի տեսնանք անհամբեր ենք, այնտեղ թուրը պիտի բացվի երկնքի մեջ եթե մենք այո, իրեն թուրը փանանք մեր սրտի մեր եկեղեցին եւ ընդունենք իրեն ինքնա իր քահին թուրը պիտի փանա մեզի եւ մեզի իրեն մոտ պիտի դանի եւ այս է վարչատությունը գսե որ ան որ հաղթե գսե ես իրեն պիտի թույլ դամ որ նստի իմ հորս աթորի վրա ինչպես ես հաղթեցի եւ իմ հորս աթորի վրա նստա այդության երրորդ քուքու 21-22 համարներու մեջ այսինքն գուզեմ շեշտել որ Եփեսացիս քերքին երկրորդ քուքու 6 համարի մեջը գսե որ եւ կարծեմ այստեղ այդ համարը գուզեի որ ընթերցենք բարյամը տնենք եւ ընթերցենք գսե Եփեսացիս քերքին եթե գրնաս այս ընթերցել մի հատ այո, անոր հետ մեզ հարուցանեց ու անոր հետ նստեցուց երկնավորներուն մեջ Քրիստոս Հիսուսով։ այո նայ ինչ գսե որ Պողոս Արաքյան մենք ատկե մեկ համար առաջ գսե մերած են իրեն եւ հիմա նոր արարածներ ենք մենք Սուրբ Հոգի միջոցով հարություն արած ենք որով ինչու Քրիստոս մեր մեջ հարություն արած է նույնպես նոր արարած մեզի եթե մենք այդ թիրքի մեջ ներնենք մեր եսին մեր անձին մեր հարստություններով չդարվենք ինչպես այս եկեցին եւ քաղաքվիճակեն ապաշխարենք ինքը մեզի հարուցանած է եւ մեզի ինչպես ինքը հաղթեց բոլոր փորձությունները դարաբանքները եւ այլն մեզի նստեցնել գուտա հիմա ոչ թե աբակային երկնայիններու մեջ իր հորը աթորին վրա Գրնաս Երևանայ ոչ թե իրեն արչև միան գուքանք երկդ բարգելու իրեն, այլ մեզի ոչ թե մենք աստված ենք, այլ մեզի թույլ գուտա նստելու այդ թիրքեն երկնային ոլորտը, երրորդ ոլորտը, որ ամենաբարձր ոլորտը իր աթորի վրա նստած հրճագելու իր խոսքերը, աղոթելու իրեն հետ միասին երկրի վրա, ինչ որ ինքը երկինքը գնելու։ Իրեն ներկայացուցիչ իր տեսփանը լալու, իր թակավորության։ Հոն նստած ենք հիմա հոգու մեջ Միան վտածե այդ ինչ մեծ բան է, այսինքն երևակայ որ թակուին աթորի վրա նստիս, այդ ինչ կնե, քեզի իրավունք կտա որ իշխես անդեղեն, չէ։ Այո։ Բայց մեր իշխելը ոչ թե մարդկանց վրա բարդատրելով է, այլ ծառայելով եւ հրճագելով իր ճշմարտությունները։ Ամեն։ Իր ավետարանի բարի լուրը։ Ամեն։ Գիտես շատեր կան դեռևս Պիտեր մտիկ կնեն այս սերտողությունները, դեռևս մոտեցած են պատմական առումով, որ պարզապես գիտություն ունենան։
կնալալ որ շատերը մտի գնին արդեն չշարունակեցին, որովհետև իրենց համար կարելի չէ ասենք հոգևոր կյանքը ապրիլը տարբեր մարդիկ մտիկ կնեն, բայց ես գաղութեմ քեզի համար որ եթե մինչև այսօր տակավին մտիկ կնես, որ հոսած ենք հոս լավոտիկեի եկեղեցին, գաղութենք քեզի համար որ թուն իսկապես արթնաս զղջումի կաս ապաշխարես եւ ինչպես որ հիշեցինք Հիսուսը չսպառնար Հիսուսը եթե չնես չսեր Հիսուսը դակավին քեզի կսպասե եւ սրդի թուրին արջևը գեցած է սրդի թուրին արջևը գեցած է եւ գսե կսպասեն որ թուրը բանաս գիտես Հիսուսը թուրին արջևը գեցած է քեզի կսպասե եւ որ այսպես ասանք մտածես սկսես վաու դեր ասինչ քաղցրես ասինչ մեծ հզոր Աստված ես որ ինձ պես մեղավորի մտակավին կսպասես եւ կհապերես Ուրեմն մենք այս ծևով ավարտեցինք 7 եկեղեցիները մենք արինք Էփեսոսի մեջ որ իրենց սերը շատ կորձունյա էին աշխուժ էին բայց իրենց առաջին սերը գործընծուցած էին եւ դեր Հիսուսը սավ հիշիր կնա ուրգեեր որ թուն բաղեցար ինչն էր պատճառը Ուրդեղեն մեղքը մտավ կյանքիդ մեջ, որ թուն առաջին սերը ցկեցիր։ Զմունյային աշխարհիկով աղքատ էին, բայց հոգևորապես հարուստ եւ հավատարիմ էին դարաբանքներու մեջ։ Բերկամոսի եկեղեցին հավատարիմ Հիսուսի, բայց թույլ տված էր գեղձ ուսուցումներու եւ աբականության, Տիվադիրին սիրով եւ ծառայությամբ հարուստ, բայց թույլ տված էր գեղձ մարգարեներ, որոնք գմոլորեցնեին հավատացյալները եւ թասը որ տված էր Տիվադիրի, գսե մակրություն եւ ճշմարիտ վարդապետությունը պահպանե։ Սարտիգեին համար գենթանի երևույթ ունեիք, բայց հոգևորապես մեռածեիք։ Կնամանի որ ամեն գերագի եկեղեցի գերտած կտեսնաս նույն հավատացյալները որ եկած են, բայց երբ գոկասուբ քիրքեն իրեն հարցումը կարծնես ոչ մեկ գիտություն ունի։ Ոչ մեկ անգամ փածած է ավետարանը եւ գարտացած է այսօր Աստված քեզի գխոսի որ դու ճիշտ հիմա հենց հիմա բանաս սուբքիրքդ եւ սկսիս գարտալ Ֆիլադելֆիային հավատարիմ եկեղեցի գարձեմ բոլոր անոնք որոնք հովիվներ են կամ ասենք առաջնորդներ են ինքսիկտիտ կնեցիկ աճոգասյոտը եկեղեցիներեն որ մեկն է ծեր թիրքը եւ վստահ եմ որ շատերս ուզեցինք Ֆիլադելֆիան լալ շատ անգամներ Եփեսոսն ենք շատ անգամներ Բերկամոսն ենք իսկ Ֆիլադելֆիան հավատարիմ եկեղեցի էր նույնիսկ որ զորություն չուներ բայց տասը աներ որ մտնան եւ միշտ գսե որ տասը հավատարիմ մնացիր Աստված կփանա այն թրները որոնք ոչ մեկը չգրնար կոծել այնպես որ նույնիսկ որ ինքնին դգար կսկաս նույնիսկ որ նյութականով դգար կսկաս նույնիսկ որ հոգևոր եղբայր քույրիկներով դգար կսկաս դու շարունակե ինչ որ գնես ասած ինչ որ փածած է ադուրը քեզի չի պիտի կոծե իսկ լավոտիգային չեն ուզեր ոյ մեգնիս լավոտիգալա բայց անգամներ ենք կսե նյութաբես հարուստես կսես ամեն բանոնին բանիմը պետքությունը չունիմ բայց դու հոգևորապես աղքատես զղջա եւ ապաշխարե այս է եկեղեցիներուն պատկամը դեր Հիսուս Քրիստոսին եւ մենք չէինք կնա 4-րդ գլուխենը սկսիլ եթե այս եկեղեցիները մեկ առ մեկ չսերդեինք եւ չլսեինք դեր Հիսուս Քրիստոսին պատկամը յուրաքանչյուրին Շնորհակալ եմ Պիտեր այսօրվան համար ալթարցիալ փառք կդամ Աստծո շատ շնորհակալ եմ ցեզի քույրեր եղբայրներ բաժնեցեք դարածեցեք կարտացեք բայց ամենեն առաջ դուք օրնվեցեք եւ մենք ամենքս մեր հոգեվոր կյանքերուն վրա աշխատենք շնորհակալ ենք այսօրվան համար Պիտերոնիս բամը ավերցնելիք Ոչ մեկ փամբ այս կուզեմ աղոթքով ավարտել այո խնդրեմ Սիրելի եկնավոր Հայր քո արչեւդ կուքանք ապաշխարության հոգիով դեր ամեն մեկերնից կուզենք որ քննես Սուրբ հոգիով մեր սրտերը հանդիմանե մեզ ինչպես հանդիմանեցիր այս եկեղեցիներու որով քու հանդիմանությունը արդարիմը հանդիմանությունն է եւ արդարին հանդիմանությունը թափված յուղ է ինքուլուխից կուզեմ ընդունակը լադեր հանդիմանե որ ես ուղրիմ ապաշխարեմ եւ բոլոր իմ եղբայր քույրերս բոլոր եկեղեցիներու հովիվները առաջնորդներ կաթողիկոսներ ով որ գա դեր ամեն կսակիտալով որ ժամանակը մոդ է շուտով գուքասկոր ուզենք ամփից ու անարատը լադեր ինչպես այդ հին գույսերը մեր լամպերը յուղով լեցուն ուզենք լույսով փեսային քեզի սпасել թիմավորելու քո հարս եկեղեցիդ կսե եկուր Տեր Հիսուս ներե մեզի ներ մեղքերը մաքրե մեզի քո արյունով լվա մեզ եւ մեզի շնորհե որ հաջորդ անգամա որ հանդիպինք ավելի քո հետ մդերմանանք քո սրբության սրբոցիտ մեջ
Հիմա քեզի կանցնվին Հայր Որդի եւ Սուրբ Հոգի անուն Հոր եւ Որդու եւ Քույն Սրբո ամեն Ամեն, հալելույա։ Ձեզի բարի շաբաթ կտեղդերը օրհնեկուգին օրդ, օրհնեկուգին շաբաթդ եւ հավատքի հավատք եւ հաղթութենե հաղթություն երտաս։ Ամեն։